Թե այնուամենայնիվ մտածում եմ, որ դուք 4-րդ անգամ ասենք կարողանաք կրթության ոլորտում անել այն, ինչ չի արժանացել նախորդ տարիներին կամ ամենաշատը։ Արդեն կմոռանամ սկզբում ինչ արտադրում։ Ինչի 4-րդ անգամ դες կադրի խնդիր ունեք, հա։ Արդեն Գերագույն մարմնի եւ ներկայացուցիչ։ Չէ, իմ մասնախոս։ Պատասխանատվություն։ Դաշնակցությունը անհարմար է նկատել, ես ներկայացնում։ Ինչ եք պատրաստում անել, ծանոթ եք աշխատել Պարոն Մկրտչյան, իսկ կադրային մեծ փոփոխություններ սպասվում են նախարարությունում։ Եթե ինձ թույլ տաք մեկ կամ չեմ ասում երկու շաբաթ ես հասկանամ, այնուհանդերձ կրթական համակարգից դուրս չեմ եղել, որտեղ այս ողջ տարիների ընթացքում 7 տարի դասավանդել եմ պետական համալսարանում։ Համակարգի ամենախոցելի հատվածը որն եք համարում ոլորտում։ Եկեք ինձ թույլ տվեք։ Ասում եք տեղյակ եք։ Դուք փորձառու նախարար եք ախր, այնպես չի որ նոր եք ուսումնասիրել, հաստատ հետևել եք ընթացքում։ Ոլորտությունը, ինչ եք անել, ոնց եք փորձել վերացնել կոռուպցիան։ Եթե թույլ տաք երկու շաբաթի ժամանակ մեծ մամլոասուլիսով բոլոր հարցերին կպատասխանեմ։ Իսկ գաղտնիք չի, որ հիմնահարցերը, որոնք դուք դնում եք, մեզ ուղեկցում եք 10-20 տարի։ Իսկան կրթության նախարարության համակարգը բավականին լայն է, մեծ է, ճյուղավորված է եւ ձեր ասած հարցին մեկ է։ Հիմա կարող է բուհերում երիտասարդներ լինեն։ Եթե դուք արդեն ձեր հարցերի պատասխանում եք, ուտելուց լսեք։ Եվ շարունակական է ամբողջական, որտեղ կրթության նախարարությունը այն եզակի նախարարություններից է, որտեղ արդեն շուրջ 15-20 տարի նույն հաջորդական ծրագրեր են կատարվում։ Ես ինքս իբրև համալսարանի դասախոս կրթությունը ճանաչող ներսից երևի ժամանակն է, որ մենք շատ ավելի մեծ ուշադրություն դարձնենք որակին։ Դրա համար խնդրում եմ 1-2 շաբաթ, որպեսզի ես կարողանամ հասկանամ ինչ վիճակում ենք այսօր, ինչ մակարդակի վրա է ընթացքը, եւ որից հետո մամլոասուլիսով շատ թափանցիկ ամեն հարց կկատարի։ Յուրաքանչյուրը կկատարի իր կադրային հարցերը։ Յուրաքանչյուրը մի չափանիշ կա, պրոֆեսիոնալիստ, եւ այդ չափանիշով բոլորը պետք է առաջնորդվեն։ Իսկ Պարոն Մկրտչյան, հիմա բոլոր դպրոցների տնօրենները հանրապետական են, գրեթե թույլ տվեք հարցս ավարտեմ, հա, գրեթե բոլորը հանրապետականներ են, այդ մասին չեն շղթել նաեւ չի շղթել նաեւ նախին նախարարը։ Հնարավոր է, որ բոլոր դպրոցի տնօրենները վերածվեն դաշնակցականների կամ իմ համար ցանկացած կրթության համակարգի պաշտոնյա նախ եւ առաջ չափով միավորը նրա պրոֆեսիոնալիզմն է։ Եվ ուզում եմ հստակ հայտարարել, որ այլ չափման միավոր կրթության համակարգում իմ գոնե գործունեության ժամանակ չի եղել եւ չի լինի։ Մարդը իր պաշտոնին բավարարի իր կարողություններով, իր նվիրվածությամբ համակարգին, փորձառությամբ, եթե փորձառություն երիտասարդ է, ժամանակ է պետք, խնդրեմ չկա, բայց եթե մարդը ճիշտ կադրը ճիշտ տեղում է, ամբողջությամբ երկրորդականը նրա կուսակցական այլ պատկանելությունները։ Պարոն Մկրտչյան, ձեր ղեկավարած Նշանակ սկզբունք է ինձ համար, եւ եթե այդ սկզբունքից որևէ տեղ խախտում կնկատեք, ես պատասխանեմ։ Հրապարակումներ կային, որ ձեր եւ Նիվիթ Գալստյանի միջև ընթանում հիմնական պայքարը կրթության եւ գիտության նախարարության մեջ պաշտոնների համար պայքար չի ընթացել։ Այսինքն միանշանակ է, որ դուք եք դառնում կրթության եւ գիտության նախարար։ Պաշտոնների համար պայքար չի գնացել, չի ընթանում։ Եվ միանշանակ չի, իհարկե միանշանակ չի։ Քննարկվել է։ Մենք ունենք լավ կադրային բազա, նաեւ հատկապես կրթության բնագավառում։ Ես կարող եմ բացել Լիլիթ Գալստյանից, որը մտերիմն է եւ շատ սիրում հարգում եմ, կարող եմ եւս 5-6 անուն ներկայացնել, որոնք կարող են եւ կարող են այս պաշտոնը զբաղեցնել։ Իսկ ինչու է հենց ձեր վրա ընդգծում եք անգամ։ Բացատրվել է հենց մամլոասուլիսի կամ հարցազրույցների ժամանակ նույն հարցը տրվել է, ինչու գործառույթը գործունեության նախարարներն են այս բանը հարմարում։ Պարոն Մկրտչյան, ձեր ղեկավարած տարիները հիշատակվում են որպես օպտիմալացման ծրագրի, արդյոք շարունակություն կլինի օպտիմալացման ծրագիրը չի կարելի կապել մեկ կամ երկու նախարարի անվան հետ, որովհետև ինքը ծրագիրը ամբողջ գործունեության ընթացքում է։ Օպտիմալացում բառը մի քիչ արդարաբար ժողովրդի մոտ բացասական է ընկալվում, բայց գոյություն ունի ինստիտուցիոնալ խոշորացման եւ համապատասխանացման ծրագիր։ Մեր կրթական վարկային ծրագրերը, որ սկսեց իրականացվել 97 թվականից դեռևս ինձանից առաջ, երկու մասում կոչվում է համապատասխանության եւ որակի։ Այդ համապատասխանությունը դա միջազգային համակարգներին համապատասխանությունն է, առանց որի որևէ երկիր չի կարող առաջ գնալ։
Հիմա այդ քաղաքականության ընթացքում ինչն է հաջողվել, ինչը չի հաջողվել, երբեմն այր չի հաջողվել, այդ խնդիրները կա, բայց որ համար առաջի ուշադրության կենտրոնում պիտի լինի դպրոցի ուսուցիչը եւ պիտի փորձենք եւ բյուրոկրատական աշխատանքներից ազատել եւ թողնել մարդիկ իրենց կրթության հիմնական որակի խնդիրներով զբաղվել, սա միանշանակ։ Այսինքն չի բացառում, որ շարունակվի, հա, օպտիմալացումը։ Պարոն Մկրտչյան, կան սխալներ, որ չէի ուզի հիմա կրկնել։ Ժամանակ է պետք, իհարկե։ Հա, օրինակ ինչ սխալն է, որ չէի ուզի կրկնեք հիմա։ Դե Սխալներ չեմ կարող ասել, բայց գիտեք, նախ ամենակարևորն այն է, որ ես յուրաքանչյուր անգամ 1 կամ 2 տարուց ավելի չեմ պաշտպանում։ Այսինքն եւ այդ իմաստով, երբ որ քայլերը կատարում ես, արդյունքի համար պիտի փորձես ներկայացնել եւ պատասխան տալ։ Իսկ այս անգամ հույս ունեք, որ Ես չէ, այս անգամ մի քիչ ավելի վիճակը այնպեսին է, որ մենք ունենք արդյունք, ի վերջո կրթական համակարգը բավականին կայացած է եւ մենք երևի թե այս նոր ժամանակաշրջանի համար հիմնական մեծ պրոբլեմ որակի արտադրության եւ ես կուզենայի առիթից օգտվելով խնդրել մամուլին, որպեսզի եթե հատկապես եթե կրթությամբ են զբաղվում կոնկրետ թղթակիցները խորանան հարցերի մեջ եւ օգնեն, այսինքն խորանան իսկապես խնդիրների մեջ եւ հարցը տալուց ավելի խորքային, բովանդակային հասկան, ոչ թե արդեն հարցի պատասխան ունենալով։ Այ օրինակ ներառական կրթությունն է ներդրում, դուք կողմնակից եք Ներառական կրթության ծրագրերը առաջ անգամ Միավորված ազգերի կազմակերպության հետ մենք փորձառական մի քանի ծրագրեր արեցինք, ես տեղյակ եմ, բայց ընթացքը թե այսօր ինչ վիճակի մեջ է դրա համար ժամանակից Պարոն Մկրտչյան, ամեն ընտրական ընտրություններին ականատես ենք լինում, թե տնօրենները ինչպես են իրենց մանկավարժական կոլեկտիվներով ներգրավում այդ ընտրություններին, ինչ եք անելու, որ նրան ձեռք պահեք այդ գործընթացը։ Հնարավորինս ձեռք փորձեմ պահել։ Եթե ինձ հետ աշխատած ժամանակ մեր մամուլի աշխատողների համապատասխան խոսեցնենք, հնարավորինս կանենք։ Այսինքն, որտեղ գիտեք, դա մի քիչ բարդ է, հատկապես կրթական համակարգը տարածաշրջաններում շատ տարածված է, երբեմն նույն ասենք տնօրենները, ուսմասվարները, այն մարդիկ են, որոնք պիտի ընտրական գործընթացներում ուզեն թե չուզեն տվյալ գյուղում ընդգրկվեն, բայց որ պիտի կրթական համակարգը իսկապես ապակուսացնել եւ փորձել, որ տնօրենը զբաղվի կամ ուսուցիչը զբաղվի հիմնական գործունեությամբ, սա մեզ համար առաջնահերթ է։ Այսինքն, գիտեք, ես դրա համար եմ մի քիչ ուզում, որ ժամանակ տրամադրվի, որովհետև մենք պետք է հասկանանք, որ ի վերջո կրթության որակը մեր բոլորի վերաբերող հարց է։ Բոլորս էլ դժգոհ ենք, եթե երեխան գնում է դպրոց եւ ինչ-որ արդյունք լավ չի ստացվում։ Եվ այդ որակի կարևորագույն մահերից մեկը այն է, որ ուսուցիչը պիտի հնարավորինս բեռնատափվի այլ աշխատանքներից եւ հիմնականում զբաղվի իր հիմնական աշխատանքով։